Հարգելի գործընկերներ, ձեզ եմ ներկայացնում Հայաստանի Հանրապետության Հակակոռուպցիոն կոմիտեի 2025 թվականի բյուջեի կատարման վերաբերյալ ամփոփ հաշվետվությունը։ Հակակոռուպցիոն կոմիտեն Հայաստանի Հանրապետության քերական դատավարության օրենսգրքով իր ենթակայությանը վերաբերված ենթադրյալ կոռուպցիոն հանցանքներով միշտադական քերական վարույթն է իրականացնում, ինչպես նաև օպերատիվ հետախուզական գործունեության մասին օրենքով սահմանված օպերատիվ հետախուզական գործունեության իր լիազորությունների շրջանակներում իրականացնում է կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման և քննության ապահովում բյուջետային ծախսային ծրագրի գործառույթները։ Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին օրենքով նախատեսված հիշյալ ծրագրի տարեկան ճշտված բյուջեն կազմել է 3 միլիարդ 464 միլիոն դրամ, փաստաթի ծախսը 3 միլիարդ 388 միլիոն դրամ, արդյունքում ապահովել է ծրագրային ցուցանիշի 97.8% կատարողական։ Նախորդ տարվա համեմատ կոմիտեի ծախսերն աճել են 270 միլիոն դրամով կամ 8.7%-ով, աճը հիմնականում պայմանավորված է եղել հաստիկների համալրմամբ։ Նշված ծրագրի բյուջետային հատկացումներն իրականացվել են 4 հիմնական միջոցառումների շրջանակներում՝ կոռուպցիոն հանցագործությունների բացահայտում և քննություն միջոցառման տարեկան ճշտված պլանը կազմել է 3 միլիարդ 358 միլիոն դրամ, իսկ ծախսը կազմել է 3 միլիարդ 278 միլիոն դրամ կամ ծրագրված ցուցանիշի 98%-ը։ Այս միջոցառման արդյունքում պետական բյուջեը վերադարձվել շուրջ 70 միլիոն դրամ, որը հիմնականում պայմանավորված է գնումների արդյունքում առաջացած տնտեսումներով, ինչպես նաև որոշ հոդվածներով նախատեսված ծախսերի խնայողությամբ։ Նախորդ տարվա համեմատ այս միջոցառման գծով ծախսերի աճը կազմել է 256 միլիոն դրամ կամ շուրջ 8%, որը հիմնականում պայմանավորված է հաստիկների շարունակական համալրմամբ։ Աշխատանքի վարձատրմանն ուղղված ծախսը կազմել է 2 միլիարդ 981 միլիոն դրամ, ինչը կազմում է միջոցառման ընդհանուր ծախսերի գրեթե 91%-ը։ Անդրադառնալով տվյալ միջոցառման կատարման արդյունքում գրանցված որոշ արդյունքային ցուցանիշների, հարկ եմ համարում նշել, որ հաշվետու ժամանակահատվածում կոմիտեում քննված քերական վարույթների ընդհանուր թիվը կազմել է 2585, նախորդ տարվա 2289-ի դիմաց, իսկ բացահայտված կոռուպցիոն հանցագործությունների թիվը կազմել է 2057, նախորդ տարվա 1585-ի դիմաց։ Հաշվետու տարվա ընթացքում կոմիտեը մուտքագրվել և ուսումնասիրվել է 5655 դիմում և բողոք, նախորդ տարվա 5281-ի փոխարեն։ Հակակոռուպցիոն կոմիտեի պահոստային ֆոնդ միջոցառման տարեկան ճշտված պլանը կազմել է 59 միլիոն 862 հազար դրամ։ Համաձայն Հակակոռուպցիոն կոմիտեի մասին օրենքի 8-րդ հոդվածի, կոմիտեի նախագահի որոշումների հիման վրա պահոստային ֆոնդից ծախսվել է 59 միլիոն 840 հազար դրամ, նախորդ տարվա համեմատ 17 միլիոն 605 հազար դրամով կամ շուրջ 42%-ով ավելի։ Վերապատրաստման և հատուկ ուսուցման ծրագրում միջոցառման տարեկան ճշտված պլանը կազմել է 10 միլիոն 516 հազար դրամ, որից ծախսվել է 4 միլիոն 79 հազար դրամը, կատարողականը կազմել է 38.8%։ Արդյունքում ձևավորված 6 միլիոն 436 հազար դրամի չափով տարբերությունը վերադարձվել է պետական բյուջե։ Այս միջոցառման փաստացի ծախսը նախորդ տարվա համեմատ նվազել է 5 միլիոն դրամով, ինչը պայմանավորված է Հակակոռուպցիոն կոմիտեի մասին օրենքի համապատասխան հոդվածների պահանջով մասնագիտական պատրաստում և վերապատրաստում անցնող անձանց թվակազմով, հատկապես կոմիտեի ինքնավար պաշտոնների համար հայտարարված մրցույթների անցողիկ շեմը հաղթահարող ու այդ պաշտոնների թեկնածուների ցուցակում ընդգրկվող անձանց թվով, որը հաճախ շեղվում է կանխատեսումների տրամաբանությունից։ Հավելենք, որ հաշվետու տարում վերապատրաստում և հատուկ ուսուցում են անցել 50 անձինք։ Հակակոռուպցիոն կոմիտեի տեխնիկական հագեցվածության բարելավում միջոցառման տարեկան ճշտված պլանը կազմել է 35 միլիոն դրամ, նախատեսված միջոցներից ծախսվել է 34 միլիոն 992 հազար դրամը և կատարողականը կազմել է 99%։ Շեղումը պայմանավորված է գնումների գործընթացում առաջացած տնտեսումներով։ Նախորդ տարվա համեմատ կոմիտեի տեխնիկական հագեցվածության բարելավման ծախսերն աճել են շուրջ 7 միլիոն դրամով կամ 23%-ով, պայմանավորված ձեռքբերված նոր տեխնիկայի և սարքավորումների առանձնակի պահանջով ու գնային աճով։ Ըստ էության այսքանը, եթե հարցեր կան, սիրով կպատասխանեմ, շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Նահապետյան, հարցեր, խնդրեմ, պարոն Նազարյան։ Ես 25 թվականի բյուջեի մասին չեմ հարցնի, կհարցնեմ 26 թվականի մասին, եթե թույլ կտաք։ Այն ծավալները, որը մենք ականատես եղանք, դուք
բացահայտում եք նաև ձեր կողմից այդ ընտրակաշարքի դեպքերը եւ հետո վերլուծություն դուք արել եք կամ անելու եք, որպեսզի պարզա չէ, որ եւ դուք հաստատ եւ ես եւ շատերը հասկանում են, որ ծավալները շատ ավելի մեծ է եղել, քան բացահայտումները, բայց դա ոչ թե ձեր թերացումն է, այլ ուղղակի ֆիզիկապես անհնար է այդ ծավալների դեմ կարողանալ ամբողջական եւ արդյունավետ պայքարել։ Ինչ եք կարծում, ինչ պետք է անել, որ եթե հանկարծ նման դեպք լինի, կարողանանք ավելի արդյունավետ, էֆեկտիվ կամ չգիտեմ ինչ բառ ասեմ, որովհետեւ այս անտերը մեր երկրի հիմքերն է քանդում, կրծում է, էլի սրանից վատ բան չկա։ Ձեր փորձը ինչ է ցույց տալի եւ արդյոք դուք տեսնում եք հնարավորություն, որ կարելի է ավելի արդյունավետ կամ ամբողջապես պայքարել սրա դեմ։ Շնորհակալություն, պարոն Նազարյան։ Բնականաբար ես չեմ կարող ասել, որ ունեցել ենք 100% բացահայտման ցուցանիշ ընտրական հանցագործություններով, բայց միաժամանակ կարող եմ ասել, որ հակակոռուպցիոն կոմիտեն աշխատել է արդյունավետ։ Գնահատում եմ որպես արդյունավետ կատարված աշխատանքները, եւ եթե մենք նայենք այս պահին հակակոռուպցիոն կոմիտեում առկա հաստիկների թիվը եւ այդ հաստիկներում աշխատող անձանց քանակը, ըստ էության կհասկանանք, որ իրականում կոմիտեն մեծածավալ աշխատանք է կատարել։ Մասնավորապես մենք այս պահին ունենք համալրված 72 քննիչ հաստիկներում եւ ունենք օպերատիվ հետախուզական պաշտոններում համալրված 78 անձ։ Թափուր հաստիկների թիվը հասնում է գրեթե 60-ի։ Այսինքն նման ներուժի, մարդկային ներուժի պայմաններում հակակոռուպցիոն կոմիտեն ըստ էության իրականացրել է 100-ից ավել բացահայտումներ ամբողջ հանրապետության տարածքում եւ քննել է շուրջ 115 քերական վարույթներ, որոնք առաջիկայում նորից ավելանալու են, նորից ունենալու ենք նոր բացահայտումներ, հետեւաբար արդյունավետության առումով հաշվի առնելով նորից եմ ասում մարդկային ներուժի ու նաև տեխնիկական հնարավորությունները կոմիտեի, գնահատում եմ կատարված աշխատանքը բավականին բարձր եւ արդյունավետ։ Իհարկե, առաջիկայում մենք երբ որ ամփոփենք արդեն կատարված աշխատանքները, ամբողջությամբ ունենանք պատկեր, թե մենք ինչ բացահայտումներ ենք ունեցել ընտրական հանցագործությունների ոլորտում, մենք բնականաբար կսկսենք նաև ուսումնասիրել, թե առաջիկայում մեզ ֆինանսական առումով ինչ է անհրաժեշտ կոմիտեն ավելի պատրաստված, տեխնիկապես ավելի հագեցված դարձնելու համար, հաստիկային առումով ինչ անհրաժեշտություն ունի կոմիտեն, մենք նաև պլանավորում ենք տարածքային ստորաբաժանումներ ունենալ բոլոր մարզերում եւ այդ գործընթացը նախորդ տարվանից սկսել ենք, չնայած այս պահին տարածքային ստորաբաժանումների հաստիկները ամբողջությամբ համալրված չեն եւ գտնվում են համալրման փուլում, այսինքն ունենք 1-2 նշանակումներ, որը բնականաբար բավարար չէ, բայց գույքագրել ենք ամբողջ մեր կարիքները եւ ըստ անհրաժեշտության համապատասխան առաջարկներով հանդես ենք գալու։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, արձագանք ունեք։ Հա, ձեզ շնորհակալություն։ Իհարկե, ես մի անգամ էլ կրկնեմ, որ այն աշխատանքը, որ դուք արել եք այդ ռեսուրսներով, այդ մարդկային ներուժի արկայությամբ, դա շատ ոչ թե բավարար է, ոչ թե լավ է, այլ գերազանցի մոտ է։ Ուղղակի ես ինչ եմ ուզում ասեմ։ Այս սրա հետ բախվելուց հետո վերլուծություն եւ առաջարկներ, որը դուք ասեցիք։ Եվ միաժամանակ ես ուղղակի որպես պատգամավոր, որպես Հայաստանի քաղաքացի, ուղղակի ձեզ խնդրում եմ, որ ընտրություններից հետո չկանգնել, որովհետեւ կարելի է ուսումնասիրել շատ փաստեր եւ այդ հետքերով գնալ եւ կանգնել այդ կոնկրետ հանցագործությունների վրա, որովհետեւ նույն ընտրատեղամասերի մոտ երեկոյան ժամերին որոշ մարդկանց արկայությունը, ակտիվությունը, կապը ներսի հետ եւս շատ բաներ էր հուշում, թե այդ թելը որտեղից ուր է գնում։ Ամեն դեպքում ես ուզում եմ ձեզ խնդրել, որ այդ գործը շարունակեք, որովհետեւ
Սա մեր երկրի այսօրվա ու վաղվա համար շատ կարևոր գործերից մեկն է։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ, պարոն Նազարյան, իրականում խնդրելու կարիք չկա, որտեղ հակակոռուպցիոն կոմիտեն շարունակում է այդ ոլորտում ակտիվ աշխատանք կատարել, համագործակցելով նաև մյուս իրավապահ մարմինների հետ, եւ մենք ունենք այդ փորձը, որ նախկինում օրինակ Վաղարշապատ համայնքում կատարված ընտրություններից հետո, ընտրությունների արդյունքների ամփոփումից հետո մենք ունեցանք բազմաթիվ բացահայտումներ եւ ունեցանք, եթե չեմ սխալվում, մոտ 5 տասնյակի հասնող մեղադրյալներ, ովքեր մեղադրվեցին ընտրակաշառք տալու եւ ստանալու մեջ եւ այդ բացահայտումները կատարվեցին ընտրական պրոցեսներից հետո։ Հիմա եւս այս ընտրությունների արդյունքներից հետո կոմիտեն իր ամբողջ կազմով, տարբեր ուղղություններով եւ հանրապետության ողջ տարածքում աշխատում է եւ վստահեցնում եմ, որ մենք կունենանք նոր բացահայտումներ այս առումով։ Մենք արդեն ունենք օպերատիվ մարմնում ունենք բացահայտված դեպքեր, որոնք դեռևս չեն հանրայնացվել, այսինքն չեն գնացել բաց քննության փուլ, բայց առաջիկայում գնալու ենք եւ իրականացնելու ենք խուզարկություններ, ձերբակալություններ եւ հետապնդումներ։ Այս առումով մեր աշխատանքը չի կանգնելու եւ անգամ եթե անցնեն տարիներ ու մենք ստանանք նորից ընտրական հանցագործությունների կոռուպցիոն բնույթի իհարկե ընտրական հանցագործությունների վերաբերյալ տվյալներ, ապա դրանք ստուգելու ենք ողջ գործիքակազմի կիրառմամբ եւ գնալու ենք քրեական հետապնդումների։ Շնորհակալություն։ Հավանիր տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։